Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը վստահ է, իրեն կհաջողվի նոր պաշտոնում լուծել իր առջև դրված խնդիրները։ Քաղաքական պրոցեսների մասնակից եմ, այս աշխատանքը ինձ հետաքրքիր է, վստահ եմ, որ հարաբերություններ զարգացնելու, խորացնելու առումով կարող եմ հաջողել։ Ազատության հետ զրույցում այսօր փոխանցեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց ստանձնել այդ պաշտոնը։ Շաբաթներ առաջ, երբ իշխող ՔՊ-ն անակնկալ կերպով ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում Ալեն Սիմոնյանի փոխարեն ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Հուլիսի 2-ին հրաժեշտի ասուլիսում նա հայտարարեց, թե ցանկանում է մի քիչ հանգստանալ։ Եվ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ։ Նաև անձնական կյանք ունեմ եւ անձնական կյանքս եմ ուզում ինչ որ ձևով արդեն վերջնական կարգավորեմ։ Ինչու պլանները փոխվեցին։ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարն այսօր ասաց, թե արդեն շուրջ 1 ամիս հանգստացել է։ Ինչ վերաբերում է նոր պաշտոնին, ապա առաջարկը ստացել է վարչապետից, քննարկել եւ ընդունել է այն։ Ինչ առաջնահերթություններ է Նիկոլ Փաշինյանը դրել իր առջև այս պաշտոնում։ Արդյոք դրանք ներառելու են նաև հայ-ռուսական սրված հարաբերությունները։ Սիմոնյանն ասաց, որ այդ հարցերն առաջիկայում քննարկելու է վարչապետի հետ։ Ամեն դեպքում վստահեցրեց, ինչպես նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինքը նույնպես ներգրաված է լինելու նաև հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ուզում եմ պարոն Սիմոնյանին ներկայացնել որպես անվտանգության խորհրդի նոր քարտուղար եւ հաջողություններ մաղթել նրան այդ ոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության խորհրդի աշխատակազմին ներկայացնելով Ալեն Սիմոնյանին նշեց, որ վերջինս ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներգրաված է եղել ռազմավարական եւ կարևոր որոշումների կայացման գործում։ Հետևաբար աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությանը։ Անվարչապետ, ես նույնպես շնորհակալ եմ վստահության համար եւ պարոն Գրիգորյանից եմ շնորհակալ կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են եւ կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել, կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը։ Առանց փակագծեր բացելու վարչապետը նշեց, թե անվտանգության խորհուրդը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույնքան մեծ ու կարևոր աշխատանք պետք է կատարի։ Փաշինյանի խոսքով առաջիկա քննարկումների արդյունքում կսահմանվեն այն առաջնահերթությունները, որոնք կդրվեն անվտանգության խորհրդի առջև։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու անվտանգության խորհրդի քարտուղարին եւ անվտանգության խորհրդի գրասենյակին եւ առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ։ Պաշտոնավարման անցած 8 տարիներին եւ հատկապես 2021-ից հետո անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրաված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ Ոչ վաղ անցյալում 2022-ին Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությանը եւ նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ Բաքուն սակայն այդպես էլ որևէ միջազգային մեխանիզմի չհամաձայնեց։ 1 տարի անց 2023-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց։ 2025-ին արդեն նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Ինչ առաջնահերթություններ կդրվեն անվտանգության խորհրդի նոր քարտուղարի առջև, թերևս պարզ կդառնա առաջիկայում։ Մինչ այդ Փաշինյանն այսօր հրաժեշտ տվեց Արմեն Գրիգորյանին, գնահատելով նրա կատարած աշխատանքը։ Պարոն Գրիգորյանը ներգրաված է եղել այս ողջ ընթացքում անվտանգության ոլորտի հետ կապված որակարգում ամբողջ ծավալով հասկանալիորեն, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում եւ ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում եւ դա շատ գնահատելի է։ Ինչու գնահատելի աշխատանքից հետո Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ որոշեց պաշտոնանկ անել 8 տարի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին։ Այդ որոշումը արտաքին դրդապատճառներ ուներ, թե զուտ ներքաղաքական վերադասավորումների հետևանք էր։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ այս քայլը առավելապես պայմանավորված է արտաքին քաղաքական հաշվարկներով, քանի որ ներքաղաքական առումով չկար այնպիսի հարց, որը կարելի էր լուծել Ալեն Սիմոնյանին Արմեն Գրիգորյանով փոխելով։ Ներսում չեմ տեսնում որևէ պատճառ, որ Փաշինյանին մղեր անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխության։ Պատճառները կարող են կապված լինել հենց դրսի հետ։ Հիմա անմիջականորեն դրսից ինչ որ ազդեցությամբ են, թե Փաշինյանը ինքը իր հաշվարկներից ելնելով է անում, այստեղ է հարցը։
Վերլուծաբանը ուշագրավ է համարում Արմեն Գրիգորյանի պաշտոնակությունն այն առումով, որ Գրիգորյանն իր պաշտոնում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ ապահովում էր հայ-ադրբեջանական գործընթացի մի առանձին գիծ, եւ հիմա ըստ Հակոբ Բադալյանի ստացվում է, որ այդ գիծն ավարտվում է։ Դատելով օրինակ Փաշինյանի ելույթից անվտանգության խորհրդում, երբ ներկայացնում էր այսօր Սիմոնյանին, կարող ենք եզրակացնել, որ այս պաշտոնանկությունը պարզապես ինչ-որ ֆունկցիոներների փոփոխություն չէ, այլ նաև առհասարակ ինչ-որ շրջափուլի փոփոխություն, երբ ավարտվում է մի շրջափուլ եւ մեկնարկում է նորը։ Այսինքն այլևս այդ կապի անհրաժեշտությունը չկար դեմս Արմեն Գրիգորյանի, որ նա ապահովում էր Հաջիևի հետ։ Համենայն դեպս այդ կապը չի ունեցել այն որոշիչ նշանակությունը, որը թույլ կտար պահպանել Արմեն Գրիգորյանի կարգավիճակը։ Արմեն Գրիգորյանը, որ Փաշինյանի իշխանության անցած 8 տարիներին ակտիվորեն ներգրաված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հրաժարվել է շարունակել աշխատանքը վարչապետի աշխատակազմում։ Նրա քաղաքական ապագան այս պահին անորոշ է։